Էջմիածին ջան, բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Մենք գտնվում ենք համայն հայության մայր տաճարից ընդամենը 300 մետրի վրա։ Ձեզ համար կարող է սովորական է, թե ուր եք դուք ապրում։ Բարև ձեզ։ Ձեզ համար կարող է սովորական է, թե ուր եք դուք ապրում։ Ամեն օր տեսնում եք մայր տաճարը, բայց աշխարհի վրա կա 10 միլիոն հայ, ովքեր ամեն գիշեր երազում են տեսնել մայր տաճարը։ Սփյուռքում ապրող կա 7 միլիոն հայ, որ ամեն ինչ կտար, մենակ տեսներ այն, ինչ դուք եք տեսնում, որովհետև կարոտ ունեն այդ մարդիկ։ Հայաստանը այս պահին մեր երկրի առաջնորդները ուզում են սահմանափակել 3 միլիոն հայի շրջանակներում, բայց Հայաստանը 10 միլիոն հայի ընդհանուր հայրենիքն է, Էջմիածինը 10 միլիոն հայի հոգևոր կենտրոնն է։ Իրական Հայաստան ասելով ինչ են ուզում անեն, ժողովուրդ, ուզում են Էջմիածինը, ուզում են ամբողջ հայությանը բաժանեն երկու մասի, Հայաստանի Հանրապետություն և Սփյուռք։ Դրանով ևս մեկ անգամ թուլացնելով, որովհետև մեր ազգի 70%-ը դուրսն է ապրում։ Ինչ ենք մենք անելու, որ դա չլինի։ Առաջի բանը, Էջմիածինը դառնալու է համայն քրիստոնյա աշխարհի կենտրոններից մեկը, որովհետև ինչպես նշվեց, առաջի քրիստոնյա տաճարը այստեղ է, այստեղից է ծլել քրիստոնեությունը ամբողջ արևելքով։ Հարյուրավոր շենքեր, տուրիստական տարբեր, կրոնական տուրիզմի տարբեր կենտրոններ են այստեղ լինելու։ Մարդիկ գալու են այստեղ, որպեսզի առնչվեն քրիստոնեության հետ, որպեսզի առնչվեն Քրիստոսի ուսմունքի հետ։ Բայց այդտեղ կրոնական տուրիզմի մեջ մի բան կա։ Այնտեղ ամենակարևորը տեղի բնակիչների հավատն է։ Տեղի բնակիչները, էջմիածինցիները պետք է իրանց հավատը եկող տուրիստներին, կրոնական տուրիստներին, ովքեր գալիս են մայր տաճարը տեսնելու աշխարհի բոլոր ծայրերից, ովքեր գալու են, ցույց տան իրենց հավատը, որ սովորեն այստեղից եւ քրիստոնեությունը ել ավելի ծաղկացնեն։ Մեր առաջարկն է, Սամվել Կարապետյանի առաջարկն է, Էջմիածինը առանձնացնել որպես քաղաք, հատուկ քաղաք եւ դառնա կրոնական կենտրոնը։ Դրանից հետո կազմակերպել, որ ամբողջ աշխարհում, ինչպես երկրորդ Վատիկան, մարդիկ գնում են Հռոմ, մարդիկ գնում են Երուսաղեմ, քրիստոնյա մարդը պետք է աշխարհում մի անգամ տեսնի այս հրաշքը։ Տեսնի, բայց գա եւ մնա այստեղ։ Եվ դա մեր աշխատանքի ճանապարհն է։ Դա այն ճանապարհն է, որ այս քաղաքը կսարքի աշխարհի համար կարևոր կետ։ Այսօր, երբ ես սա ասում եմ, հնարավոր է դուք մտածեք, թե շատ բարձր նշաձող եմ դնում, բայց մենք ունենք մեր հավատը, որը առաջինն է։ Աշխարհում առաջի կրոնը 2 միլիարդ մարդ քրիստոնյա է, եւ 2 միլիարդ մարդ քրիստոնեություն սովորել է, այս ազգից, որի իշխանությունը հիմա ամեն օր կռվում է այդ նույն հավատքի դեմ։ Երբ մենք դառնանք քրիստոնեական կենտրոն, երբ Էջմիածինը դառնա համայն քրիստոնեության կենտրոն, ամբողջ աշխարհից գալու են եւ սովորելու են այն, ինչ մենք տանք աշխարհին։ Մեր մշակույթը, մեր գաղափարները, մեր լավ գաղափարները։ Հայաստանի ղեկավարությունը պետք է դադարի պայքարել սեփական կրոնի դեմ։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ բաներ կան, որ իրանից մեծ են։ Հայաստանի հաջորդ ղեկավարությունը հասկանալու է դա, Էջմիածինը դառնալու է առանձին հոգևոր կենտրոն, առանձին քաղաք եւ զարգացած Հայաստանի ամենազարգացած տուրիստական կենտրոններից մեկը։
Նաև ես ուզում եմ մի խոսք ասեմ Էջմիածնի ընդհանրապես տարածաշրջանի Վաղարշապատի գյուղերի բնակիչներին։ Մենք ունենք հնարավորություն միացնել այն ուղերձ վիդեոն, թե չէ։ Ժողովուրդ, սա երեկա, սա ծաղիկներն են, որոնք չեն վաճառվել, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը փակել է մուտքը հայկական ծաղիկների։ 100,000 ծաղիկ երեք մնացել են այսպես։ Վաղնել են մնալու, մյուս օրն էլ, ջերմոցները կանգնում են, գյուղերում, մարդիկ, ովքեր հույս ունեին, իրենց ապրանքը արտանել դուրս, չեն կարողանալու, այս վիճակն է լինելու, գիտեք սրա պատճառը ինչն է բերել սրան, մի անհաշվենկատ մարդ գնացել է աշխարհի թիվ 1 մեծությամբ երկրի առաջնորդի մոտ ու չի կարողացել ճիշտ պայմանավորվի։ Փաշինյանի այցելությունը եւ հարաբերությունների խզումը հյուսիսային երկրի հետ բերելու է այս պատկերին, ժողովուրդ։ Ես վատ լուր եմ ասում, բայց սա ճշմարտություն է լինելու։ Խնդրում եմ, ուշադիր եղեք։ Նա կտրեց մեզ հայրենիքի եռամիասնությունից վերցրեց Արցախը, այսօր իրական Հայաստանով կտրում է մեզ Սփյուռքից, իսկ հիմա կտրում է տնտեսական մեր գործընկերներից, որը ինքը չի սարքել, որը հայ գյուղացին է իր աշխատանքով այդ գործընկերոջը գտել, արտադրել է եւ վաճառել հարյուրավոր մարդիկ։ Այս տեսարանը վաղը մյուս արտադրողներին է կպնելու։ Ուշադիր լինենք, ընտրենք առաջնորդ, ով կկարողանա պայմանավորվել աշխարհի մեծերի հետ, ով գլուխ չի դնի փոքր հարցերով, փոքր կինախնդրությամբ չի փչացնի հարաբերությունները, որպեսզի Էջմիածնի գյուղերը զարգանան, ով այս պահին արխային է, խնդրում եմ, արխային մի եղեք, փչացնում հարաբերությունները, արդեն որ երրորդ վնասն է տալի, իրա ամեն օր իշխանության լինելը վնաս է մեր հայրենիքի համար, իրա վիճակը որպես երկրի առաջնորդ, այն օրը մենք տեսանք կնոջ հետ զրուցելու արդյունքում, նա պատրաստ չէ այլևս առաջնորդել Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա լուրջ ղեկավար, ովքեր այսպիսի վնասներից նենց կանի, որ խուսափի ժողովուրդը։ Սա երեք էր, մենք չգիտենք ինչա լինելու վաղը, բոլորս պետք է պայքարենք մեր բարեկեցության համար, պայքարենք, որ Էջմիածնի տեղը ամբողջ աշխարհը իմանա։ Մենք առաջարկում ենք ծրագրեր, իրենք առաջարկում են վիրավորանքներ։ Իրար հետ, բոլորով, 2 շաբաթից պետք է գնանք ընտրության, որպեսզի այս մարդիկ գնան։ Եթե մենք չենք գնում ընտրության, այդ ձայնը գնում է Փաշինյանին։ Գնացեք ընտրության, որ սրանք գնան։ Գնացեք ընտրության, որ գնան։ Շնորհակալ եմ, սիրելի էջմիածինցիներ, շնորհակալ եմ շատ։ Փոփոխության համար, փոփոխության համար, փոփոխության համար, ապրեք շատ։